Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1454-րդ օրն է, մինչ Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատում կրճատում էին օկուպանտների քանակը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձել է դա բացատրել ռուսներին բառերով։ Մարկ Ռյուտեն կոչ է արել ռուսներին անել հնարավոր ամեն ինչ դադարեցնելու պատերազմը Ուկրաինայում, նշելով, որ այն կործանում է հենց իրենց երկիրը, Ռուսաստանը։ Մեջբերեմ, ես կասեի արեք հնարավոր ամեն ինչ սա կանգնեցնելու համար, որովհետև սա կործանում է Ռուսաստանը։ Սա շատ վատ է Ռուսաստանի համար, հայտարարել է Մարկ Ռյուտեն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տված իր հարցազրույցում։ Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով ռուս ժողովուրդը պետք է գիտակցի, որ պատերազմը քայքայում է երկիրը, հատկապես աճող կորուստների ֆոնին։ Նա մեջբերել է արևմտյան հետախուզական տվյալները, համաձայն որոնց ռուսական բանակի կորուստները ռազմաճակատում գերազանցում են նոր զինվորների հավաքագրելու տեմպերը։ Մարկ Ռյուտեն նշել է, որ առայժմ հիմնական կորուստները չեն առնչվում Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին, սակայն մահացության նման մակարդակի դեպքում դա անխուսափելիորեն կհասնի նաև մայրաքաղաքներին։ Դեմ մինչ Մարկ Ռյուտեի խոսքերը հասնում էին ռուսներին, Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում լիկվիդացրել են ևս 1180 Պուտինյան օկուպանտների, ինչպես նաև նրանց 806 միավոր տեխնիկան և սպառազինությունը։ Իր հերթին Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ռուսաստանի կորուստները արդեն գերազանցել են 1,254,450-ը։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 235 մարտական բախում, թշնամին ամենամեծ ակտիվությունը դրսևորել է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ մեր պաշտպանները կասեցրել են ագրեսորի 63 գրոհային գործողություններ, իսկ ռուսական լրատվամիջոցները վերևից ստացված հրամանով հեռացրել են բոլոր նորությունները Միրնոգրադի նկատմամբ իբր լիակատար վերահսկողության մասին։ Դե հերթական սուտն էին տարածել, երևի որոշել են, որ արդեն ամոթ է։ Միևնույն ժամանակ Թրամփի վարչակազմում հայտարարություն են արել Նավալնիի մահվան պատճառների մասին, որը հաստատ դուր չի գա Կրեմլին։ Վաշինգտոնը կասկածի տակ չի դնում եվրոպական 5 երկրների եզրակացությունները, որտեղ ասվում է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորվել է։ Այդ 5 երկրների հայտարարության մասին ես ձեզ պատմել եմ երեկվա եթերում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը կասկածի տակ չի դնում եվրոպական գործընկերների հետևությունները։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ըստ Ռուբիոյի, ամերիկյան իշխանությունները տեղեկացված են եվրոպական գործընկերների հրապարակումներին եւ եզրակացություններին։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում այդ տեղեկատվությունը դիտարկում են որպես տագնապալի եւ դրանք կասկածի տակ դնելու հիմքեր չեն տեսնում։ Պատասխանելով լրագրողների ճշտող հարցին, Ռուբիոն պարզաբանել է, որ Ամերիկան չի միացել հայտարարությանը զուտ ընթացակարգային պատճառներով։ Նա նշել է, որ նախաձեռնությունը եկել է եվրոպական պետություններից, որոնք գործել են սեփական հետախուզական տվյալների հիման վրա։ Ըստ Ռուբիոյի, Ամերիկայի ստորագրության բացակայությունը չի նշանակում անհամաձայնություն փաստաթղթի հետևությունների հետ։ Սա եւս մեկ հարված է Պուտինին, որի վարչակարգը չի ընդունում իր հանցագործությունները։ Կրեմլը փորձում էր պատրանք ստեղծել, թե ամերիկացիները ի տարբերություն եվրոպացիների իրենց հանդեպ հարգանք են տածում։ Մոսկվայում անընդհատ ինչ-որ Անկորիջի ոգու մասին էին խոսում, իսկ Ռուբիոն վերցրեց ու ասաց, որ չի կասկածում եվրոպացիների հետազոտությունների արդյունքներին, որոնք ապացուցում են Պուտինյան վարչակարգի հանցագործությունները։ Սա բավականին ծանր ապտակ է Կրեմլի համար, տեսնենք, թե ինչպես դա կմարսի Կրեմլի քարոզչությունը։ Դե իրենք կռուտիտի թագավորներն են, չէ՞։ Իսկ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Բլումբերգին տված մեկնաբանությունում նշել է, որ Պուտինը ավելի թույլ է, քան կար եւ պարզապես սիրում է տպավորություն ստեղծել։ Ջոն Հիլին ընդգծել է, որ Ռուսաստանը խաբում է օտարերկրյա վարձկաններին, նրանց նետելով այսպես կոչված մսային գրոհների մեջ, իսկ նրանցից շատերը Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներ են։ Ռուսաստանը պատերազմում հսկայական կորուստներ է կրում, դրանց թիվը հատկապես աճել է դեկտեմբերին շուրջ 35,000 զինվոր եւ հունվարին շուրջ 30,000 զինվոր, ինչը հաստատում է նաեւ Ուկրաինայի օտարերկրյա դաշնակիցների ձեռքի տակ եղած տվյալները։ Վերջին 2 ամսվա ընթացքում ռուսական բանակը ավելի շատ մարդ է կորցրել, քան հաջողվել է նորակոչիկներ հավաքագրել, հայտնել է Հիլին։ Ռազմաճակատում տիրող իրավիճակի հետևանքն է դարձել ռուսական զորքերի սուր կախվածությունը օտարերկրյա վարձկաններից։ Հիլին նշել է, որ Կրեմլը օտարերկրյա լեգիոններ է հավաքագրում Նիգերիայում,
Հնդկաստանում, Սենեգալում, Պակիստանում, Կուբայում եւ Նեպալում ըստ պաշտոնյայի ռուսական բանակի շարքերում այլ երկրների ներկայացուցիչների ամենամեծ թիվը կազմել են հյուսիսկորեացիները։ Կիմ Չեն Ինը ուղարկել էր շուրջ 17,000 իր քաղաքացիների։ Հիլին հասկացնել է տվել, որ ռուսական քարոզչության խոստումները լեգիոններին խաբեություն են, թակարդի խայծ, որ նրանց համար դառնում են ռուսական զորքերը։ Մեջբերեմ նրանց նետում են ուղակի մսաղացի մեջ առաջնագծում, ընդգծել է քաղաքական գործիչը։ Հիլին համոզված է, որ Կրեմլի նման գործողությունները վկայում են Պուտինի տկարության, պատերազմի այս փուլում նրա անզորության մասին։ Պուտինը ավելի թույլ է, քան կար, եւ նա սիրում է տպավորություն ստեղծել իր բանակի մշտական առաջխաղացմամբ, շեշտել է նախարարը, հասկացնելով, որ ռուսական զորքերում այլ երկրներից վարձկանների աճող թիվը ապացուցում է հակառակը։ Իդեպ Պուտինի իր հզորության մասին կեղծ տպավորություն ստեղծելու միջոցներից մեկը Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին հարվածելն է։ Նախորդային ռուսական ռազմական հանցագործները նորից հարձակվել են Ուկրաինայի վրա 6 հրթիռով եւ 62 հարվածային դրոնով։ Դրանցից մոտ 40-ը շահեդներ էին, որոնք թիրախավորել էին ուկրաինական քաղաքացիական օբյեկտները։ Մասնավորապես թշնամին արձակել է 4 ցիրկոն հականավային հրթիռ, 1 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռ, 1 Խ-31P կառավարվող ավիացիոն հրթիռ, ինչպես նաև 62 հարվածային դրոն, շահեդ Գերբերա, Իտալմաս եւ այլ տեսակների։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից խոցվել կամ ճնշվել է 2 ցիրկոն հականավային հրթիռ եւ թշնամու 52 դրոն։ Արձանագրվել է 1 հրթիռի 9 հարվածային դրոնի հարված 8 տեղանքում, ինչպես նաև խոցվածների բեկորների ընկնում 2 վայրում։ Թշնամու եւս 3 հրթիռի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Սա նշանակում է, որ հրթիռները ճնշվել են, պարզապես անհրաժեշտ է ֆիքսել ընկնելու վայրը։ Սա լավ արդյունք է հաշվի առնելով, որ աշխարհում ոչ միտեղ հականավային հրթիռներով ցամաքային թիրախներին չեն հարվածում։ Սա Ռուսաստանն է անհուսությունից հավաքում է այն ամենը, ինչ կարող է թռչել։ Հայերեն լավ բառ կա, չէ՞, պաշաղ անել։ Պուտինը հրթիռների պաշաղ է անում, իսկ Ուկրաինան եզակի թիրախներ խոցելու փորձ է կուտակում։ Ուկրաինական պատասխանները առաջին անգամ չէ, որ հանգեցնում են բլեքաուտների հենց Ռուսաստանի տարածքում։ Երեկ երեկոյան ժամերը բացառություն չէին, Բրյանսկում եւ Բելգրադում մնացել են առանց լույսի եւ ջերմության։ Ագրեսոր երկրի իշխանությունները պնդում են, որ Բրյանսկը եւ Բրյանսկի մարզը երեկ ավելի քան 12 ժամ գտնվել են դրոնների հարձակման տակ։ Կիրակի երեկոյան սոցցանցերում ակտիվորեն տարածվում էին Բրյանսկի եւ Բրյանսկի մարզի բլեքաուտի տեսանյութերը։ Տեղացիները պատմում էին, որ տարածաշրջաններում տեղի ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում եւ բնականաբար այդ բոլոր կադրերը հրապարակված են մեր Telegram-յան ալիքում։ Բրյանսկի մարզից հետո արդեն Բելգրադի մարզի իշխանություններն են հայտնել մարզում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների լուրջ վնասների մասին։ Բելգրադի մարզում նույնպես արձանագրվում են էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, իսկ տեղական իշխանությունները հայտնում են էներգետիկ օբյեկտների խոցման մասին։ Այս խաղը սկսել էին պուտինյան զորքերը, մի կողմից խաղաղ ուկրաինացիներին ահաբեկելու, մյուս կողմից ցածր կրթված լսարանի համար իրենց հզորությունը ցուցադրելու համար, բայց ուկրաինական պատասխան հարվածներից հետո նույնիսկ ամենավատ կրթություն ունեցող ռուսները իրենց մաշկի վրա զգում են Պուտինի մահվան հետ խաղերի արդյունքները։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակման սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Ուկրաինացի զինվորականները նոր հարվածներ են հասցրել ռուս ագրեսորներին ժամանակավորապես օկուպացված տարածքներում, այս մասին երկուշաբթի փետրվարի 16-ին հայտնել է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը։ Այսպես անցած գիշեր Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքի Կալինովկա բնակավայրի շրջանում խոցվել է թշնամու կենթանի ուժի կենտրոնացման վայրը։ 3 փետրվարի 15-ին Դոնեցկի մարզի օկուպացված Նովոպավլովկայի շրջանում հարվածի տակ է հայտնվել թշնամու կապի հանգույցը։ Դնեպրոպետրովսկի մարզի օկուպացված տարածքում Բերյոզովե բնակավայրի շրջանում մեր մարտիկները հարված են հասցրել թշնամու կենթանի ուժի կուտակմանը, իսկ Դոնեցկի մարզի օկուպացված տարածքի Զատիշկ բնակավայրի շրջանում խոցվել է օկուպանտների դրոնների կառավարման կետը։ Թշնամու կորուստները եւ հասցված վնասների մասշտաբները ճշտվում են։ Ռուսաստանի տարածքին հասցված հարվածների վերաբերյալ Ուկրաինայի գլխավոր շտաբը դեռևս մանրամասներ չի հայտնել, այնպես որ առայժմ մենք ունենք միայն այն կադրերը, որոնք արդեն տեղադրել ենք մեր Telegram-յան ալիքում։
Ռուսների համար իրավիճակը ռազմաճակատում վատ թարացել է, սկսվել է կարևոր բեկումնային պահ, ռուսական բանակի հնարավորությունների գագաթնակետը մարտի դաշտում սկսել է անկում ապրել, ռազմաճակատի գծի 25%-ում Ուկրաինայի պաշտպանության ուժերը արդեն անցել են հակագրոհների, փետրվարի երկրորդ շաբաթը ռուսական զորքերի համար դարձել է ռեկորդային թույլ առաջխաղացման տեմպերի տեսանկյունից, բայց ավելի կարևոր է այն, որ այժմ զավթված յուրաքանչյուր կիլոմետրի համար ռուսները ստիպված են վճարել մի քանի վաշտ սպանվածներով։ Դիտորդները ցուցանիշների վատ թարացումը կապում են նաև կապի եւ կառավարման խնդիրների հետ, գործնականում սա նշանակում է ռուսական հարձակողական ներուժի հետագա թուլացում եւ երկրի մոբիլիզացիոն ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աճ։ Իդեպ, քանի դեռ Պուտինյան բանակը վատնելով իր զինվորների կյանքերը փորձում է ինչ-որ արդյունքներ ֆիքսել, ուկրաինական կանոնավոր հակագրոհները զրոյացնում են օկուպանտների ջանքերը, Ուկրաինայի զինված ուժերը դուրս են մղել ռուսներին Պրիմորսկեից, հարձակումը հարավային ռազմաճակատում թափ է հավաքում, ռազմական փորձագետները հայտնում են հարավային ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ակտիվ մարտավարական հակագրոհների մասին, նրանց գնահատմամբ ռուսական զորքերը առանձին հատվածներում կորցրել են իրենց նախկին հարվածային ուժը, հարավային ուղղությամբ, այդ թվում Զապորոժիայի մարզում, պաշտպանության ուժերը ակտիվացրել են մարտավարական հակագրոհները ռազմաճակատի առանձին հատվածներում։ Այս գործողությունները կրում են լոկալ բնույթ, բայց տալիս են նկատելի արդյունք, քանի որ ուղղված են դիրքերի բարելավմանը եւ ռուսական զորքերի պլանների ձախողմանը։ Առանցքային գործոններից մեկը դարձել է առանձին ուղղություններով թշնամու հարձակողական հնարավորությունների լուրջ հյուծումը, ռուսական 5-րդ համազորային բանակը 25 թվականի աշնանից ի վեր կրել է ծանր կորուստներ եւ կորցրել իր նախկին հարվածային ուժը։ Սա նվազեցնում է ռուսական զորքերի կարողությունը պահպանել տեմպը եւ կայուն ճնշում գործադրել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա։ Նման թուլացման ֆոնին ուկրաինական կողմը ստանում է մանևրելու եւ մարտավարական մակարդակի գործողություններ իրականացնելու ավելի մեծ տարածություն առանց ցանկացած գնով առաջ վազելու փորձերի, այլ տեղանքի եւ լոգիստիկայի շահավետության հաշվարկով։ Ռազմական փորձագետները թվարկել են այն հատվածները, որտեղ նրանց գնահատմամբ ուկրաինական ստորաբաժանումները հասել են առաջխաղացման եւ իրավիճակի բարելավման։ Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել ռուսական ուժերին Նովոալեքսանդրովկայից, Վերբավոյից եւ Վիշնյովոյից, օգտվելով նրանից, որ թշնամին թուլացել է ռեսուրսները այլ խնդիրների վրա տեղափոխելու պատճառով։ Գայչուր գետի հատվածում ռուսական ստորաբաժանումները ըստ փորձագետների հետ են շպրտվել ձախապ, ինչը ուժեղացնում է ուկրաինական կողմի դիրքերը այս բնագծում։ Ստիպնագորսկի պլացդարմում Ուկրաինայի զինված ուժերը պահում են քաղաքը եւ դուրս են մղում ռուս զինվորականներին Պրիմորսկեից, զտելով բնակավայրի հյուսիսային մասը, ինչպես նաեւ բարելավել են դիրքերը Լուկյանովկայի շրջանում։ Փորձագետները նշում են, որ նման հակագրոհները տալիս են գործնական արդյունք, դրանք հարթեցնում են ռազմաճակատի գիծը, վերացնում վտանգավոր ելուստները, վերադարձնում հարմար բնագծերը եւ ընդլայնում հնարավորությունները հետագա մարտավարական գործողությունների համար։ Կիևի վերջին հաջողություններից, որոնց մասին հայտնի դարձավ լայն հասարակությանը, նաև դրոնների դեմ լազերային թնդանոթի մշակումն է։ Ուկրաինացի ինժեներները ստեղծել են Sunray լազերային համակարգը, որը ընդունակ է դրոնները խոցել ճառագայթով։ Այս մասին հայտնել է Ատլանտիկ պարբերականը, որի լրագրողը ներկայ է եղել այդ զենքի փորձարկմանը։ Ուկրաինացի մշակողները իրենց լազերը ստեղծել են մոտ 2 տարում։ Բացի այդ, ուկրաինական զենք ստեղծողները Սաուդյան Արաբիայում ընթացող միջազգային ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել են նոր Որսիչ դրոն, որը աշխատում է իրական ժամանակի տվյալներով եւ ապահովում է ինքնավար նշանառություն դրոնների հայտնաբերման, հետևման եւ չեզոքացման համար։ Տարածաշրջանի լուրերից Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի նիստում կհայտարարվի Գազայի հատվածի օգնության եւ վերականգնման համար $5 միլիարդ հատկացնելու մասին, ինչպես նաեւ կոչ է արել Համասին լիակատար ապառազմականացման։ Այս մասին նա գրել է իր սոցիալական ցանցում։ Միևնույն ժամանակ Ամերիկայի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ամերիկան հետևում է իրանական իշխանությունների արտասահմանյան ֆինանսական գործարքներին եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում արգրավել այդ միջոցները։ Ըստ Բեսենթի, Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Իր հերթին Իսրայելը հրապարակել է իր պահանջները Իրանի հետ Ամերիկայի բանակցությունների ֆոնին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր պետք է նախատեսի հարստացված ուրանից լիակատար հրաժարում, հարստացման ենթակառուցվածքների ապամոնտաժում,
բալիստիկ հրթիռների սահմանափակում եւ իրանական ահաբեկչության առանցքի լիկվիդացիա։ Եվ մինչ ընթանում է Օլիմպիադան, Ամերիկան օգտագործում է այս ժամանակահատվածը Թեհրանի հետ բանակցություններում հաջողության հասնելու համար։ Դրան զուգահեռ Վաշինգտոնը հակվում է Իրանին հարվածելու հարցում Իսրայելի ուղղակի մասնակցությանը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը հոբ համակարգը փոխադրում է տարածաշրջանային պատերազմի ռեժիմի, ինչը նշանակում է ճգնաժամի անցումը նոր եւ անդառնալի փուլի։ Այսպիսով զսպումը վերջնականապես տեղի է տալիս աղետի կառավարմանը։ Միևնույն ժամանակ միջուկային ամպերը կուտակվել են Բելարուսի վրա։ Այսպես կարելի է պատկերավոր նկարագրել տեղի ունեցողը։ Ռուս բռնապետ Պուտինը Բելարուսի տարածքով միջուկային հրթիռները տեղափոխում է Եվրոմիության սահմաններին ավելի մոտ։ Այս մասին հայտնում է Տելեգրաֆը, հղում անելով Բելարուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հայտարարությանը։ Բելարուսական ընդդիմության առաջնորդը պնդում է, որ Արևմուտքը պետք է ավելի ուշադիր հետևի Բելարուսում տեղի ունեցողին։ Նա համոզված է, որ միջուկային ներուժի տեղափոխումը Բելարուս էապես մեծացնում է սպառնալիքները եվրոպական պետությունների անվտանգության համար։ Բելարուսն արդեն երկար ժամանակ Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է ռազմական համագործակցության հարցում։ Նրա տարածքում նախկինում արդեն տեղակայվել են Իսկանդեր-M հրթիռային համալիրներ, որոնք ընդունակ են կրել միջուկային մարտագլխիկներ, իսկ 23 թվականից ակտիվ բանակցություններ են ընթանում մարտավարական միջուկային զենքի տեղակայման համար։ Ինչպես ենթադրում են փորձագետները եւ ընդդիմության ներկայացուցիչները, նման գործողությունները կարող են ուղղված լինել եվրոպական երկրների միջև լարվածություն ստեղծելու եւ արևմտյան կառավարությունների ուշադրությունը ուկրաինական հակամարտությունից դեպի տարածաշրջանային անվտանգության նոր մարտահրավերներ շեղելուն։ Առայժմ Կրեմլից կամ բելարուսական զինվորականներից պաշտոնական հաստատումներ միջուկային սպառազինության հնարավոր տեղափոխման վերաբերյալ չկան, բացի այսպես կոչված Արեշնիկ հրթիռի մասին հաղորդումներից, տեղեկատվությունը հիմնված է ընդդիմության հայտարարությունների եւ արտասահմանյան լրատվամիջոցների տվյալների վրա։ Դե իսկ Ադրբեջանը արդեն հրապարակել է տվյալներ, թե որքան գումարի արտադրանք է մատակարարել Հայաստանին։ Այս տարվա հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.403.000-ից ավել ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս մասին հաղորդվում է հղում անելով պետական մաքսային կոմիտեին։ Ըստ տեղեկության դա կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.1%-ը։ Դե գիտեք, Հայաստանում լայն քննարկումների առիթ է դարձել ադրբեջանական վառելիքի թեման։ Երևի թե երկուշաբթի օրով շատ չերկարացնեմ եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ կօգնի։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք։